Գյումրի նորընտիր ավականու առաջին նիստը կգումարվի ապրիլի 16-ին։ Ազատությանը փոխանցեցին ընտրատարածքային հանձնաժողովից։ Առաջին նիստում 33 հոգանոց ու 5 ուժից բաղկացած ավականին քաղաքապետ կընտրի։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Մարտին Գրիգորյանի երեկվա հայտարարությունից արդեն պարզ է, որ 13 տարվա ընդմիջումից հետո քաղաքապետի պաշտոնում կընտրվի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Ավականի անցած մյուս 3 ընդդիմադիր ուժերը կապահովեն անհրաժեշտ ձայները, իսկ իշխանական քաղաքացիական պայմանագրի ստացած 14 մանդատները բավարար չեն միայնակ քաղաքապետ ընտրելու համար։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը 90-ականների վերջից մինչև 2012 թվականը ղեկավարած Վարդան Ղուկասյանը վստահ է, որ առաջին նիստում անակնկալներ չեն լինի։ Մենք ավելի շատ իրենցից կտանենք, քան իրենք մեզնից։ Ուրեմն ես այդքան թույլ մարդ եմ, հա, ապրածից նայ հլը։ Ուրեմն ՔՊ-ն կարող է ինձանից մարդ տանել, մենք իրենցից չենք կարող տանել։ Քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը Վարդան Ղուկասյանը միաժամանակ արդեն հայտարարում է, որ պահելու է սուբորդինացիան։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերով անցնող 64-ամյա Ղուկասյանը հաստատեց. փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մի ուժի չի տա, դա բացատրում է իր հնարավոր ձեռնարկատվությամբ ու ասում, որ իր բացակայության պայմաններում միայն իր մտերիմին է վստահում քաղաքի կառավարումը, ավելին բացահայտեց, թե ում է առաջարկելու այդ պաշտոնը իր դստեր ամուսնուն, որը Կոմկուսի ցուցակի երկրորդ համարն է։ Առաջին փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը, ասաց նա։ Մի պաշտոն էլ առաջարկեց իրեն աջակցող իմ հզոր համայնք դաշինքը գլխավորող գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին, մշակույթի բաժինը ինքը ղեկավարի, շատ լավ կլինի։ Ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը, որ սպանությամբ ուղեկցված ընտանեկան ու քաղաքական վաղեմի հակամարտություն ունի Ղուկասյանի հետ, երեք հստակ ընդգծել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետին սատարելու որոշումը իր համար ծանր է եղել։ Գրիգորյանը միաժամանակ Ղուկասյանին ամենախոցելի թեկնածուն էր որակել նրա դեմ հարուցված գործերի պատճառով։ Բացի պաշտոնական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերից, Ղուկասյանին առնչվող մի վարույթ էլ հարուցվել է այս երեքշաբթի։ Դրանով նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով հարուցված վարույթը քարոզարշավի վերջին օրերին տարածված մի ձայնագրության հետքերով է, որում ենթադրաբար Ղուկասյանը սպառնալիքներ ու հայհոյանքներ է տեղում Գյումրիի շուկաներից մեկի աշխատողների հասցեին, հեռախոսի մյուս կողմում գտնվող անձին հանձնարարելով նրանց հետ հանդիպում կազմակերպել։ Հարցին, թե մտավախություն չունի, որ հենց այս վարույթի շրջանակներում իրեն կկալանավորեն, Վարդան Ղուկասյանը արձագանքեց. դա այդտեղ եղած-չեղած մի հաշիվ է, ավելի լուրջ խնդիրներ կան, թող մտածեն 388 եկեղեցիները, որ թուրքերին տվել են, թող մտածեն 12500 քառակուսի մետր հողերը, որ տվել են թուրքերին, եւ այնքան նմանատիպ խնդիրներ կան։ Այդ ձայնագրությունը նախ թող մտածեն։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ադրբեջանական լեզուն, դրա համար ինչ են մտածում, դա արհեստական բանականություն, թող խորանան, կտեսնեն, որ շատ հարցեր։ Գյումրի ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփելու են վաղը։ Մանդատը նորընտիր ավականու անդամները կստանան ապրիլի 14-ին։